Բարև ձեզ։ Վերջին իրադարձությունները, որոնց մենք ականատես ենք Հայաստանում, ցույց են տալիս, որ Հայաստանում սա արդեն փաստ է, արձանագրված են, որում իշխանությունը դա չի թաքցնում, չի գործում ոչ սահմանադրություն, ոչ օրենք, ոչ մի բարոյական նույնիսկ նորմ, խոսքը գնում է իշխանության կողմից ընդդիմության ուղղությամբ գործողությունների։ Գագիկ Ծառուկյանի кейսը, Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ակնհայտորեն ցույց տվեցին, որ Հայաստանում գոյություն չունի գետ մեկ մարդ, ով կարող է ապահովագրված լինի, օրինակ իշխանությունների կմահաճույքից կամ իշխանության կողմից որոշակի գործողությունների, որում ապօրինի գործողությունների։ Շատ ցայտուն եւ ակնհայտ օրինակ է այն գործը, որի շրջանակներում ձերբակալվեց Գագիկ Ծառուկյանը, ապօրինի ձերբակալվեց, որովհետեւ ինքը արդեն այդ գործողությունը նմանեցնում է մի գրոտեսկի ֆարսի, մի ակնհայտորեն իրավական առումով հիմարության եւ բավական է միայն նշել այն, որ գործի շրջանակներում քննվում է իբր հայ-իրանական առևտրային տան շուրջ տեղի ունեցող գործընթացների եւ իբր ինչ-որ գործընթացներ, մեքենայություն, ինչ-որ խարդախություն 21 միլիոն դոլարից ավել գումարի չափով եւ իբր տուժածների իրանցիներն են։ Այս հարցի շուրջ արդեն հանդես է եկել իր հայտարարությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, դեսպաններ տվել բավականին լայն մեկնաբանություններ, որտեղ ակնհայտորեն ուղիղ ասում էր հետեւյալը, որ այո, որոշ փուլում Իրանի Հանրապետությունը ներգրաված է process-ի մեջ եւ երկրորդը, որ այս հարցերը երկու տնտեսվարող սուբյեկտների միջև հարցեր են, այսինքն այնտեղ կրիմինալ չկա։ Պետք է նշել, որ այն պաշտպանական խումբը, պաշտպանները պարբերաբար հրապարակում են փաստաթղթեր Իրանից, իրանական, կողմից, որտեղ ակնհայտորեն երևում է երկու բան։ Այն ինչու մեղադրում են Գագիկ Ծառուկյանին 180 աստիճան հակառակ է։ Իրանական Իսլամական Հանրապետությունում տեղի էր ունեցել դատավարություն մեկ տարի առաջ, որտեղ Իրանի դատական համակարգը, ուշադրություն այստեղ շատ կարևոր է, ընդունում է հետևյալ փաստը, որ տուժող կողմը ըստ էության հենց Գագիկ Ծառուկյանի կողմից կամ Գագիկ Ծառուկյանի հետ աֆիլիացված ընկերություններ եւ հենց իրանական կողմը կոնկրետ բիզնես պրոյեկտում ըստ էության խարդախությամբ էր զբաղվել, ճիշտ է այդպես չարցվեց, բայց այնուամենայնիվ ֆինանսական պարտավորություններ ունի Ծառուկյանի հետ աֆիլիացված ընկերության հանդեպ։ Այսինքն մենք ունենք մի իրավիճակ, տեսեք Ժորժ ջան, ֆիքսում ենք, որ այն ինչու մեղադրում են Ծառուկյանին, ինքը լրիվ հակառակ process է։ Պարզ է, որ այստեղ իրավական Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ներքո ոչ մի իրավական նշույլ չկա, այլ կա հաճախակի, գիտեք, ինձ հարցում են, ասում են, սա ինչ էր, սա չգիտեմ, վրեժ էր Փաշինյանի կողմից, սա անձնական ինչ-որ գործընթաց էր, սա սեփականության վերաբաշխման գործընթաց էր, այսինքն խլեն եւ այլն եւ այլն։ Սա արտաքին պատվեր էր օրինակ, ինչ էր, սա ես պատասխանում եմ հետեւյալ, դա այդ ամենն էր, ինչ ես նոր թվարկեցի։ Իմիջիայլոց արտաքին պատվերի պահով, այն որ հարվածը, որը հասցվեց Գագիկ Ծառուկյանին, այն որ փորձեցին իրականացնել Տուշոնկա 2, այն լկտիա բարո գործընթացը, երբ որ իրեն Գագիկ Ծառուկյանին, որը հանգիստ կանգնած էր, տենց փորձեցին գետնին տապալել, տանան խեղճառյուծին, իր գազանոցի սպանեցին։ Այս ամենը ցույց է տալի հետեւյալը, որ adekvatությունը, որը պետք է ցուցաբերի նույնիսկ քեն կամ նույնիսկ վրեժ լուծելու պարագայում իշխանություն, ինքը իսպառ բացակայում է, առհասարակ խոսել իշխանության adekvatության մասին իմաստ չկա։ Երբ որ գոռում էր, ճվում էր, ղժում էր, ասում էր, «Էս կանեմ, են կանեմ, կկզցնեմ, կչոքսնեմ, կունեզրկեմ» եւ այլն, ըստ էության ունենք իրավիճակ, երբ որ կզցնել, չոքսնել եւ ունեզրկել այդ ամբողջ գործընթացը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր աշխատում են Ծառուկյանին պատկանող հիմնարկներում, որոնց ըստ էության իշխանությունը դուրս շպրտեց եւ որոնց այսօր հենց այդ մարդկանց թե ունեզրկում է, թե կանգնեցնում է ծանրագույն ճգնաժամի առջև։ Եվ թերևս սա է առայժմ ամենաուղիղ
եւ ամենացայտուն օրինակը, թե երբ որ իշխանությունը իբր, հա, Ծառուկյանի հետ կապված տենց ինչ-որ լուրջ դեմքով, հա, ինչ-որ գործողություններ է կատարում, տուժում են տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր իրենց օրվա հացը վաստակում էին Ծառուկյանին պատկանող հիմնարկներում։ Ասեմ ավելին, մի շատ հատկանշական բան եմ ուզում ընդգծել։ Մարդիկ առանց կաշկանդվելու կամերաների առջև ասում են, տեսախցիկների առջև ասում են, որ իրեն գնացել են եւ քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, բայց չգիտես ինչու իրենց դուս են շպրտել։ Այո, ժողովուրդ ջան, դա այս իշխանության գործելավոճն է։ Իրենց համար ընդհանրապես կապ չունի, դուք ինչ եք արել, ոնց եք արել, ում եք հավատում, ում չեք հավատում։ Եթե իրենք իրենց առջև դրել են խնդիր ջարդել Հայաստանի Հանրապետության տնտեսության ողնաշարը, իսկ Գագիկ Ծառուկյանի ստեղծած համակարգը տնտեսական, այո, կարևորագույն նշանակություն ունի առհասարակ Հայաստանի Հանրապետության տնտեսության բնականոն գործունեության համար, ապա իրանք չեն կանգնի ոչ մի բանի առջև, որովհետև հավատացնում եմ դες իշխանությունը խորապես թքած ունի, թե ինչ կլինի Հայաստանի հետ, թե ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ քաղաքացիների բնականաբար։ Այստեղ շատ կարևոր է ընդգծել հետևյալը, երբ որ խոսում ենք արտաքին պատվերի մասին, տեսեք 2021 թվականին 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ղեկավարը այս իշխանության ազիզ աղբեր, չգիտեմ, հա, տենց ամենասիրված քաղաքական գործիչն ըստ էության այդպես է ստացվում, Ոման Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը պետք է իրականացնի բոլոր հնարավոր քայլերը, որ թույլ չտա Հայաստանի Հանրապետությանը ապաքինվել պատերազմից հետո եւ այդ գործողությունների տրամաբանության մեջ տեղավորվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական կլանումը կամ տնտեսական ողնաշարի կոտրումը։ Մի հատ էլ ձեզ հարցրեք, այդ ինչու է ստացվում, որ հիմնական, հա, համակարգած ձևավորող ոլորտները ըստ էության կամ ոչնչացվում են կամ գնում են իբր իշխանության կառավարման ներքո եւ այնտեղ ուղղակի տապալվում են։ Հեծը ատոմակայանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, որ ուղղակի, չգիտեմ, տիեզերական հիմարության, հա, ցուցանիշ են, երբ որ գործող ատոմակայանը ուզում են փոխեն բնության մեջ գոյություն չունեցող մի, հա, ինչ-որ մոդուլային համակարգի հետ ատոմային։ Վերցնենք Արարատ ցեմենտի շուրջ պատմությունը։ Ավելի քան համոզված եմ, որ Արարատ ցեմենտի շուրջ պատմությունը սրանք այնքան ամբարտավան են, որ երբ որ փակեցին Արարատ ցեմենտը, մեկ էլ մտներով անցավ, որ այսա շինարարությունը Հայաստանում կանգնելու է։ Եվ ստիպված վերաբացեցին։ Իհարկե իրանք չեն կանգնելու, իհարկե փորձելու են իրանց լեքսիկոնով ասած խլել, փաստորեն հայերից ցեմենտի զավոդը խլում են։ Հա, հայերից։ Եվ ինչի համար եմ ընդգծում հայերից, որովհետև այդ բոլոր, հա, խլելու, հա, գործընթացները իրենք չգիտես ինչու համապատասխանում են Ադրբեջանի այն տեսլականին, որը ինքը հնչեցրել էր։ Յուրակ չկա ոլորտ, որին այս իշխանությունը մատով չկպնի, այդ ոլորտը վարի չգնա։ Չկա, ուղղակի չկա։ Հիշեք նույն հեծի պատմությունը, հա, միջև հեծը խլեցին հովարային անջատումների մասին ըստ էության ով գիտեր, հիմա մենք ամբողջ Հայաստանի ինչ որ անջատումների մեջ հաուսանքի։ Նույնը ցեմենտի հետ կապված։ Այսքան չկասկածեք, որ երբ որ սրանք կփորձեն սեփականաշնորհել կամ չգիտեմ խլել, հա, ապա մենք վստահաբար կունենանք մի իրավիճակ, որի պարագայում նույն ցեմենտի հետ կապված խնդիրներ կսեն եւ այդ պարագայում ինչ կլինի, կբացվի Թուրքիայի ճանապարհը, թուրքական ցեմենտի ճանապարհը դեպի Հայաստան։ Հիշեցնեմ ձեզ, որ Թուրքիան տարեկան արտադրում է 71-72 միլիոն տոննա ցեմենտ եւ թուրքական ցեմենտը համարվում է շատ ցածրորակ։ Ես էլ ասեմ, սա ես չեմ ասում, սա ասում են մասնագետները։ Ինչևիցե, ունենք մի իրավիճակ, երբ որ Ծառուկյանին փորձելով դեմոնիզացնել, հա, ինչը չստացվեց, դա էլ ասեմ, կարողա տեղյակ չեն, չստացվեց։ Ասեմ ավելին, Ծառուկյանի շուրջ հիմա տեղի ունենում իրականում կոնսոլիդացիոն բավականին հետարքիր գործընթաց, որովհետև այն լկտիությունը, որը տեղի ունեցավ ձերբակալության ժամանակ, ձերբակալությունից հետո ինքը իրականում
շատ մարդկանց աչքերը բացեց։ Բայց վերադառնալով բուն թեմային պետք է ֆիքսենք հետևյալը, որ այս process-ները, որոնք տեղի են ունենում, իրենք միտված չեն, ճիշտ հասկացեք, պետությունը իբր, չգիտեմ, տենց օլիգարխներին, հարուստներին փորձում է ունազրկել, որ բերի եւ բաժանի ժողովրդին, բան դա հիմարություն է, դա ապուշություն է։ 8 տարվա մեջ ժողովրդին ինչ է հասել։ Ինչ։ Բոլոր քայլերը, որոնց մենք ականատես ենք իշխանության կողմից, հիմնավորվում են հետևյալ թեզով, որ այդ ամենը արվում է պետության եւ պետականության համար։ Միգուցե, բայց եթե խոսում ենք որ պետությանն է ձեռնտու, դա միանշանակ ձեռնտու է Թուրքիային եւ Ադրբեջանին, այն ինչը մենք հիմա տեսնում ենք, այսինքն Հայաստանի Հանրապետության իշխանությունները անում են ամեն ինչ, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ձեռնտու լինեն Թուրքիային եւ Ադրբեջանին, վերջ։ Սա փաստ է, սրա շուրջ կարող եք վիճել, չվիճել, դա այդպես է։ Եվ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները ակնհայտորեն սա ցույց են տալիս։ Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ որ քաղաքագիտական առումով հակահայկական խուժանությունը դարձել է ինստիտուցիոնալ եւ այդ ինստիտուցիոնալ խուժանությունը այս պարագայում բերում է նրան, որ քայքայվում է Հայաստանի Հանրապետության դիրքերը։ Այն պարագայում, որ ոչ արևմտյան Ադրբեջան կոնցեպտը չի կանգնել, այլ ավելի է զարգանում, ոչ էլ նույն ադրբեջանցիների բնակեցման թեման, որ այս իշխանությունը տենց ուզում է մի կերպ սղացնի, որ գնա։ Ինչու՞մն է համաձայն իշխանության տեսլականի Ծառուկյանի մեղավորությունը։ Միայն մեկ բանում, որ ինքը հայ մարդ է, այսինքն յուրաքանչյուր մարդ, ով իրեն համարում է հայ, փաստացի այս իշխանության համար վտանգ է ներկայացնում։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր հիմա ինձ հետ համաձայն չեն, բայց իրենց համարում են հայ։ Վտանգ է ներկայացնում, որովհետև հայկականությունը ըստ էության չի համապատասխանում այս իշխանության հիմնական տեսլականին եւ Ծառուկյանի միակ մեղավորությունը դրանումն էր։ Հիշեք նախընտրական փուլում, երբ որ փորձ արվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից եւ Հանձին Ազգայք Ծառուկյանի կողմից դիսկուրսը բերել կոնստրուկտիվ դաշտ, այսինքն քննարկման դաշտ, ծրագրային նվազագույնը քննարկման, ինչ եղավ։ Տեսանք Քուչի մակարդակի ուղակի խուժանություն, ուրիշ ոչ մի բան։ Վիրավորանքներ, սպառնալիքներ, ուղիղ հրահանգներ, տենց բաներից, միտինգներից, սրան բռնել, նրան բռնել։ Սա ցույց է տալի հետևյալը։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, հիշում եք, չէ, իշխանությունը ասում է իզմեր չունեմ, չէ, լավ էլ ունի։ Եվ այդ իզմի անունը նեոթուրքական փաշիզմ է, որը դասական ֆաշիզմի ամենանողկալի, չգիտեմ, շիրշակից ցածր ձևաչափն է։ Ինչով է այս ամենը ավարտվելու։ Ներողություն, մինչև ավարտվելը հենց նոր տեղեկություն եկավ, Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դատախազությունը ներկայացրել է նոր պահանջ։ 75 բռնագանձել, 75 անշարժ զգույք եւ 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևանում, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են Multigroup Concern ՍՊ-ն, Multi Autotrans ՍՊ-ն, Onira Club ՍՊ-ն եւ այլ իրավաբանական անձինք, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը եւ ծախսը, ինչպես նաեւ տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը եւ 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը։ Խնդրեմ, ավելացնելու էլ բան չկա, նեոթուրքական փաշիզմը։ Սա կուլակաթափություն չի, սա ուղակի գողություն է, սա ուղակի, գիտեք, փորձը իբր ունեզրկել, ստեղ պարզապես ինչի իբր, որովհետև սա ունեզրկում չի, սա ավազակություն է, ուղակի ավազակություն։ Կարող եմ ասել մի բան, սա սպառնում է բոլորիդ, նույնիսկ այն մարդկանց, ովքեր իրանց ռեխները բաց հրճվում էին Ծառուկյանի հետ կապված տեսարաններով, նույնիսկ իրենց է վերաբերվում, բոլորին, և այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ նեոթուրքական փաշիզմը խժռում է ուղղակի ներսից երկիրը, խժռում է բոլորին, անխտիր, նույնիսկ այն մարդկանց, ովքեր
համակրում են մինչ այսօրս, այս թերքամետ եւ հակահայկական իշխանությունը։